Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք մեր գաղափարակից ընկերոջը Գերաս Ավետիսյանին։ Բարի երեկո, Գերաս ջան, շնորհակալ եմ, որ տևական դադարից հետո վերջապես ունեցանք միասին զրուցելու հնարավորություն։ Եվ փաստորեն իրավիճակը ներկայումս Հայաստանում այսպիսին է, ինչքան մոտենում ենք նախընտրական տրամադրություններին, նախընտրական շրջանին, այնքան բռնապետական մեթոդները Հայաստանում խստացվում են, բայց մեր նկատմամբ Բևերի աջակիցների, մեր գաղափարակից ընկերների նկատմամբ սա միշտ է եղել տևական բնույթ է կրել եւ ուզում եմ հիմա անդրադառնանք նախ քո դեպքին, Գերաս ջան, 2023 թվականին էր, չէ՞, ու արդեն 3 տարի փաստորեն չես խոսել, չես բարձրաձայնել, եղել ես տատու տատաստանի մեջ եւ արդյունքը եղել է այն, որ փաստորեն հաղթել ես այս թրքահպատակ իշխանություններին։ Խոսքի ազատություն այն, որ Հայաստանում չկա, դա փաստ է, որովհետև այնինչ կիրառվել էր քո նկատմամբ, քո կարծիքի համար էր։ Հետո ինչ որ վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին, հիմա չեմ ուզում ասել այն ինչ դու ասել ես ու ինչի համար մեղադրանք էր առաջադրվել, մի փոքր անդրադառնանք այդ դեպքին, դրանից սկսենք Գերաս ջան։ Մեղադրանքը Էրմինե ջան, իրականում Նիկոլ Փաշինյանին ասելու համար չէր առաջադրվել, այլ սահմանադրական կարգը տապալելու այսպես ենթադրաբար այդ կոչերին, որը որ պետական մեղադրողը պարզվեց, որ ենթադրում է։ Այսինքն գրեթե 2 տարվա մեջ մեր համար պնդման, որ մեջբերեք իմ խոսքերի եւ իմ կոչերի մեջ այն 2 տողը, որտեղ որ Գերաս Ավետիսյանը սահմանադրական կարգի տապալման կոչ անում, պետական մեղադրողը ոչ մի կերպ չկարողացավ դա մեջբերել եւ վերաքնիչ դատավորներից մեկի են հարցին, որ արդյոք դուք ենթադրում եք, որ Գերաս Ավետիսյանը սահմանադրական կարգի տապալման կոչ է արել, պետական մեղադրողը համաձայնվեց դրա հետ, որ ենթադրում է, այսինքն այդ ենթադրելու հիման վրա պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով որ 2020 թվականին գտնվելով օտար երկրում, բարե նպաստ պայմաններում շատ լավ բարեկեցիկ ապրելուն գերադասեց գալ հայրենիք, գնալ Արցախ, կռվել թշնամու դեմ, պատերազմից հետո բարձրանալ անմիջապես պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերը, քանի որ մեր բանակը գտնվում էր շատ վատ վիճակում, պահպանել այդ դիրքերը, քանզի մեր հայրենակիցները դեռ նոր տարի էին նշում եւ այլն, նրան կարելի է ենթադրության հիման վրա դատապարտել եւ 2 տարի, այսպես ասած, պայքարել նրա հետ, որը որ ապարդյուն անցավ, 3 ատյանում էլ մենք հաղթանակեցինք, առաջի ատյանի դատարանը ճանաչեց անմեղ, մեղսագրվող արարքը չկատարելու պատճառով, վերաքնիչ դատարանը 2 նիստ հրավիրելուց հետո առաջի ատյանի որոշումը վերցիկտը թողեց ուժի մեջ եւ Նիկոլ Փաշինյանի անձնական գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մի քանի թերթ վճռաբեկ բողոք գրեց, ճիշտ ասած ես սպասում եի, որ վճռաբեկ դատարանը կարող է նորից քննություն նշանակի եւ տևական մի 2 ամիս սպասելուց հետո եկավ վճռաբեկ դատարանի պատասխանը թողել անփոփոխ առաջի 2 ատյանների վճիռները եւ այսպիսով Հայաստանի Հանրապետության պետական մեղադրողը գրեց պարտություն Նիկոլ Փաշինյանը պարտություն գրեց, այսպես կարելի է Նիկոլ Փաշինյանը, հենց որովհետեւ ամենաառաջի դատը երբ որ ինձ ձերբակալեցին, պարզ երևում էր, որ դատավոր Ֆարխոյանը բացառապես ունի հրահանգ, դե բնական է, չէ, ասենք ապացույցներ մենք չունենք, որ
ապացուցենք դա որ WhatsApp-ին SMS-ը գրել թե հա, երևի WhatsApp-ին կամ երևի ինչ որ անձնավորություններ կան, որ դրանց միջոցով հաղորդակցվում են եւ բնական երևում էր, որովհետեւ այնտեղ բանտարկված կային ցավալին որն է, որ 18 տարեկան արցախցիներ, երիտասարդներ, ում մայրերը եւ քույրերը այդ մի քանի օրվա մեջ անորոշ պայմաններում են եւ նրանք չունեն տեղեկատվություն, սպանված են իրենց հարազատները, իրենց սիրելիները, չգիտեմ, մարդիկ չունեն 18 տարեկան երիտասարդը, որ չուներ, էլի, ոչ մի տեղեկատվություն իր ծնողներից, քույրիկներից իր կրտսեր, որը որ Երևանում սովորում է։ Եվ նրան բանտարկել էին, պատկերացնում ես, ասենք Ֆարխոյան տեսակը, անարդարացի հանցագործ տեսակը նրանց դատապարտել էր, կալանավորել էր, ուղարկել էր բանտ։ Բայց բանտում բոլորը նրանց վերաբերվում էին բացառապես դրական, նրանք ոչ մի հալածանքի ոչ ճիշտ էին ենթարկվում, բայց նրանց հոգեկան վիճակը պատկերացնում ես Էլմիր ջան։ Մենք ունենք թանկ, չէ՞, մայրիկներ, քույրիկներ, որոնց պաշտպանը մենք պետք է լինենք, եւ փոխանակ քո պետությունը քո թիկունքին կանգնի, քեզ դրական էմոցիաներ տա, պաշտպանի, հա, ինչպես մեր գերիներին, չէ՞, պետությունը ուղղակի կներեք արտահայտություն շպրտել է, այսպես ասած, էլի, հա, ոնց ուզում են, ինչ ուզում են, հա։ Մինչ ձև երիտասարդներն էին բանտարկել, ասենք մեր Կարանցինի խցում, որտեղ 8 հոգի էին գտնվում, երևի 5 հոգին արցախցիներ են, երիտասարդներ։ Եվ ի՞նչն էր պատճառը իրենց բանտարկել։ Դե պատճառը դե հիշում եք, չէ՞, օրերին հանրությունը ոտքեր կանգնել, որովհետև փողոցում պայքար կար եւ այո, Արցախում մեր հայրենակիցներին, մեր քույրերին, եղբայրներին, մեր ծնողներին, հա։ Իդեպ կներես, որ ընդհատում եմ, Գերաշյան։ Այո, հիմա այսօր քիչ առաջ նորից նման միտք ասաց, որ արցախցիները չեն կռվել, կյանքը այդպես է ցույց տվել, փախել եկել են եւ այլն։ Ով ստախոս ասաց։ Նիկոլ Փաշինյանը ասաց, այո, լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության նիստից հետո։ Եվ հիշում ենք արցախցի կնոջը, որ մետրոյում ինչպես վերաբերվեց, փախածներով եկել եք եւ այլն, հիմա էլ չեք ընդունում Հայաստանի քարտեզը, ստիդենտա Հայաստանի քարտեզն է, էլի։ Այսինքն ինքը շարունակում է պնդել, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովուրդը, չնայած ասում է զենքը կար, զինամթերքը կար, բայց չեն կռվել, չեն պաշտպանել, այլ փախել են, եկել են, որովհետև ինչ որ դա հրահրողներ են եղել, ինչ որ ուժեր, ինչպես ուզում էին Արցախի հետ վարվել, որ էլ չլինի, այդպես էլ Հայաստանի հետ են ուզում ինչ օրս անել, դրա համար էլ ինքը ասում է, որ եթե իրենք չլինեն իշխանության, կլինելու է պատերազմ։ Սեպտեմբերին անգամ ժամանակ է նշում մարդը։ Դե պարզ է ինքը ում համար ասում, ինքը ասում է մի հատ շերտ կա, ասենց էլի, ոչ նորմալ կողմնորոշված շերտ, դրանց համար ասում եւ ես նախ ասեմ, որ Արմինե քուրիկը, Տիկին Արմինեն, որ իր որդու հետ գտնվում էր մետրոյում, հա, երբ որ ստահակը մտավ վագոն եւ մատ էր թափ տալիս Արմինեի վրա, ուզում եմ հենց հիմա Արմինեին ասեմ, Արմին ջան, շնորհակալություն քեզ, քո արժանապատիվ պահվածքի համար, ես հաստատ վստահ եմ, որ քո որդին եւ հազարավոր, տասնյակ հազարավոր երիտասարդներ դասք քաղեն դրանից եւ դու կլինես, այսպես ասած, ամենահստակ ուսուցիչը նրանց, որ ինչպես պետք է արժանապատիվ պահել, հա, այդ դեպքում եւ Ստահակին եմ ասում, որ իր բախտը բերելա, որ ես այդ վագոնում չեմ գտնվել, որովհետև այդ բանը ես իրան կապտակ էի, անկապ ամեն ինչից, որովհետև հասնում է ինքը, որովհետև ինքը անձամբ ինձ դավաճանել է։ Երբ որ ես Մոսկվայից մեկնեցի Հայաստան, դե բնական է, չէ՞, 120 միլիոն դոլար որ ծախսել էր սուեր էր գնել, իդեպ չգիտենք էլի այդ սուերը հիմա որտեղ են, էլի միգուցե Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված հատուկ օպերացիային են մասնակցում։ Մենք ոչ մեկս տեղյակ չենք, էլի։
եւ նա մեր պետական բյուջեից $120 միլիոն էր ծախսել այդ սյուերներ գնել, սելֆիներ էր անում սյուերի վրա, իսկ մենք Արցախում երբ որ ինքնաթիռից ենք լսում Արմինե ջան, մեր մեջ սենց ներքուստ ինչ որ ուրախություն կար, մենք մտածում ենք մեր սյուերն են գալիս եւ կարող է այդ պահին մեզ օգնեն, հա, ռմբակոց են հակառակորդի դիրքերը, բայց բանից պարզվում էր այդ սյուերը նույնիսկ ասենք տեղից չեն շարժվել, որովհետեւ նրանք ոչ մի զենք զինամթերք չեն ունեցել, ուղղակի եղել են թանկարժեք Բենթլիներ, հա, այսպես ասած այդ քողարկելու համար էլի, հա, ինչպես ելակները բանակում 18-19 թվականի ինքը ձևա դավաճանել ինձ, հա, եւ ես նրան համարում եմ եւ դատարանում էլ ասել եմ որ նա դավաճան է, եթե աշխարհիկ դատարանում դավաճանները բաժի չի ենթարկվեն, հաստատ Աստծո դատաստանին են ենթարկվելու եւ դժողքի կրակների մեջ այրվելու են։ Հիմա էլ են չէ ասում, որ մենք զինվում ենք, զենք զինամթերք ենք գնել, անգամ ասում է մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության օրը ցուցադրություն են կազմակերպելու, ցույց են տալու ինչ։ Դա նախընտրական, այսպես ասած, ծրագրեր են, ակցիաներ են, հա։ Դա իդեպ ասեմ, որ օֆիցիալ դեր քարոզարշավը չի սկսել, նրանք սկսեցին այդ իրանց ուրախ ավտոբուսով այս կոմենկոմ գնալ, թե կուսակցական իբր քարոզարշավ։ Կուսակցական ուզում եմ ասեմ, այս տահակներ, ներ կուսակցական այդ ձեր քարոզարշավը մետրո մտնելու եւ տարբեր տեսակ այդ ճղճիմ քարտեզիկները բաժանելով հոչի, հա, դա հանցագործություն է, դա սահմանադրական այդ ընտրական օրենսգրքի խստիվ խախտում է, հա, որը ոչ մի կերպ չեն, իրենք իրենց ձեռքով, հա, պաջողնել են իրենք, հանցագործություն գործողներն են իրենք, ոնց կարող ասենք, քո մի գրպանում լինի գումարը, տեր մյուս գրպանը եւ դու գրպանից գրպան տեղափոխելուց դու կարողանաս քեզ վերահսկել։ Абսուրդ է, չէ՞։ Եվ փաստորեն պարտադրում է այն իրավիճակը, որին իրենք են հասցրել։ Ինքը ինչ չի կարա պարտադրի։ Չէ, տեսեք, ասում է, եթե սա Հայաստանի քարտեզն է, ասում է, խփել է իր կրծքին այս հատվածում ու բոլոր ԿՊԱ-կանները, այդ դավաճանական խմբի անդամները, հայ ժողովրդին մեղադրում է, որ այս հայրենասիրությունը, որը կա, խորհրդային միությունն է ներարկել, որպեսզի հետո կարողանան ինչպես պետք է այս հայրենասիրությունը հայ ժողովրդի օգտագործեն հենց մեր դեմ, ինքներս մեզ դեմ օգտագործեն, բայց դա ասում է մի մարդ, որը խորհրդային սահմաններով քարտեզը փակցրել է Հայաստանի քարտեզը, չէ, խորհրդային սահմանների իր կրծքավանդակին ու իրեն է պատառոտում ազգային ժողովի ամբիոնից, ասենք նման անհեթեթություն, չգիտեմ, այլ որտեղ կարելի է հանդիպել։ Բայց հա իրանց սատարողները կամ ասենք դրան լսողները հարց տվել են, որ խորհրդային միությունը տևել է 70 տարի, կոպիտ ասած, 20-ական թվականներին էլ է եղել քարտեզ, որտեղ եղել է 30,000 կիլոմետրից ավել Հայաստան, այսպես ասած, իսկ 75 թվականին եղել է ինքը ինչ որ փակցնում է, առաջինը էլի, հա, դե դու 25 թվականի օրինակ, ասենք ես դրան համաձայն չեմ, իմ անձնական էջում դրած է իրական Հայաստանը որն է եւ այս թրկական նարատիվներով այս գովազները սրանք որ անում են, դա իրական Հայաստան չի, իրական Հայաստանը ես դրել եմ իմ էջում, արդի կարող են մտնել նայել, որը միջազգայինորեն ճանաչված Հայաստանն է, դա Վիլսոնյան Հայաստանն է։ Իհարկե մենք այսօր փոքր ենք, կարող ենք եւ 50 տարի փոքր գնալ, բայց մենք երբեք չպետք է չպայքարենք, հա, եւ ասենք Արարատը, հա, մեր Արարատը Սուրբ լեռը, որ ամբողջ աշխարհը մեզ հայերիս մեր ինքնությունը ճանաչում Արարատով, որտեղ որ Արարատ են ասում, այնտեղ հենց անմիջապես մարդկանց մոտ ասոցանում է հայ բառը, հա, եւ ինչ որ մի ստահակ պետքա որ ասում եք պարտադրել, չի կարա ինքը ինձ պարտադրել։ Բայց ասում է մարդը, ուտելու են գերաշան, կներես, բայց ուտելու են։ Ասում է, չէ, պատերազմ կստանաք, ժողովրդի մի հատված հաստատ վախենալու է։ Ասել է, չէ, գնանք Նիկոլին ենք, որ պատերազմ չի։ Պատերազմ տեսնողը, օրինակ ես տեսել եմ պատերազմ, ես գրկել եմ վիրավոր երիտասարդների տեղափոխել եմ, հասկանում ես, ես չեմ ուզի պատերազմ երբեք, հասկանում ես։ Երբեք ես չեմ ուզի պատերազմ, բայց ես չեմ ուզի անարժանապատիվ ծնկաչոք այս վիժուասների, ասենք, այս նարատիվներին, ասենք, համաձայնվեմ, հա։ Հիմա նայեք վերցնենք օրինակ
նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ այդ սև թուղթը, հա, որը որ ստորագրեն էլ արցանց, այսինքն չեն հանդիպե, հա, ստորագրել են ինչ-որ թուղթ, որը ուներ մի քանի կետ, հա, մինչև 1 տասնյակ կետեր կար այնտեղ, հա, որից 9-րդ կետն էր, հա, այդ Զանգեզուրի միջանցքը, հա, այսպես կոչված, հա, եւ մինչև այդ էլ կային կետեր, հələ մեկը չեղավ էլի, թե այսօրվա խորհրդարանի ընդդիմադիրներից, հա, որ մեկ ասենք հարցը դնի եւ մինչև վերջ այդ հարցի պատասխանը հետևից գնա։ Ուր կորան են մնացած կետերը։ Դե հիմա արդեն trip կա, բոլորի ուշադրությունը այս Չէ, ես հարց եմ տալի, չէ, դա փաստաթուղթ է, այդտեղ կետեր կան, չէ, այնտեղ կար։ Հիմա գործում է այդ փաստաթուղթը ընդհանրապես Չէ, ես հարց եմ տալիս, ասենք բոլորին, էլի, ովքեր որ 5 տարի, հա, խորհրդարանում են, ներկայացնում են ընդդիմադիր, այսպես կոչված, հա, ուժեր, հələ մի հարց էլի, դրանք այդ հարցերը դրել են եւ դրա հետևներից գնացել են, չէ որ այսօր վերջերքս Գևորգ Սուջյանը, հա, մի քանի հոգի ազատ արձակվեցին, ովքեր որ բացարձակապես որ զինվորական են եւ այլն, հա, եւ նրանք հենց նոյեմբերի 10-ին էին, հա, առևանգվել Նիկոլ Փաշինյանի հարազատ ընկեր Ալիևի կողմից եւ ինչքան ես հիշում եմ Գևորգ Սուջյանը Ալիևի կնոջն էր հրավիրել, հա, քար վաճառի այդ տակ ջրերում, հա, լողանալուց, որ Ալիևան պետք է գա, այստեղ եթե կուզի թող գա մեր այդ լողանա եւ այլն եւ այս Բաքվի բռնապետիկը, հա, այդ բեղավոր այդ վիժվածքը Գևորգին առևանգել էր զուտ այդ խոսքերի համար Բայց հիմա եկեք տեսեք, որ նա կարելի ասել Նիկոլ Փաշինյանն է պաշտպանում կամ իր վարած քաղաքականությունը։ Ուզում եմ հարցնեմ, էլի այդ կետերը որ կային, հա, եւ այդ գերիներին վերաբերվում, հա, որ առանց մի կրակոցի, օրինակ ասենք միայն հարավային մասն էր, չէ, ճեղքվել եւ առանց մի կրակոցի եղնիկներով, բան, չէ, դրանից հետո Տաուշի կարևորագույն բարձունքները հանձնվեցին եւ դրանք բոլորը հանձնվեցին սրա հենց այդ կեղծ վիժված նարատիվի թե պատերազմ է լինելու, չէ, մոռացել ենք մենք Տաուշի ժամանակ, հա, դեպքերի ժամանակ ինչպես էր ասում, եթե մենք այս բարձունքը չտանք, եթե մենք այս սահմանազատումը չանենք, պատերազմ է լինելու, չէ, այսինքն սա արդեն ոնց որ ասած ահաբեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հա, 60%-ից ավելի ձայն ստանալու նպատակ։ Նա ահաբեկում է, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ահաբեկիչ եւ պատրաստ եմ դատարանում նրա հետ, հա, դատվելու հենց զուտ այդ ահաբեկման համար։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ըստ էության ահաբեկում է։ Նրա բառերը լսելուց մենք լսում ենք ահաբեկում, շանտաժ։ Այսինքն 21 թվականին նա խաբեությամբ, հա, ձայներ, որովհետև նորից Երևան բերեցին Ռոբերտ Քոչարյան, Բոբոյին, հա, որ եթե Բոբոն չլինի, եւ այդ սքի մեջ այդ դառնության, այդ կորուստների, այդ մի քանի հազար զոհերի, անհետ կորածների, գերիների, հա, այդ քողի տակ սա եկա որ հադրութը վերադարձնելու ենք, ասում են ժամանակ մենք հույդայի նման հայրենասիրական են, կարելի ասել ԿՊ դաշնակցական են։ Նա ստախոս պոպուլիստ տահակ, հա, եւ նրա ասածներին ես բացառապես մի գրամ նույնիսկ ասենք հաշվի չեմ առնում, որովհետև ես 8 տարվա մեջ գետ մեկ անգամ չեմ տեսել, որ նա իր խոսքի հետևից միջև վերջ գնա։ Հիմա իրենք ուրիշ ձևաչափ են ընտրել, իրենք խաղաղության թիմն են, մնացած բոլոր քաղաքական ուժերը, ով կա իրենցից բացի պատերազմ բերողներն։ Եթե իրենք չեղան, պատերազմ է լինելու վերջ։ Սա խաբեության, շանտաժի, ահաբեկման միջոցներ են, Էրմինե ջան, սա փափուկ, հա, ձևով նրանք ահաբեկում եւ շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հա։ Եվ գիտակից մարդիկ, հա, սա չեն ընդունի։ Կհասկանամ, որ լավ, հիմա եթե ռազմական գործողություն չկա, միթե մենք պատերազմի մեջ չենք։ Հոգեբանական պատերազմ, այ պատերազմի, երբ որ ինձ կանգնում ասում են շանտաժով, թե եթե այսքան տոկոս ձայն ԿՊ-ը բան արեց, չհավաքեց, պատերազմ է լինելու։ Դա կոնկրետ իմ դեմ, հայ մարդու դեմ պատերազմ է։ Պատերազմի տեսակ է։ Ես առհասարակ այս ընտրությունները, հա, ես հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ կլսեն, կոչ եմ անում, չեմ մասնակցել բացարձակապես, որովհետև հանցագործի հետ
դավաճանի հետ, ստախոս, պոպուլիստ վիժվածքի հետ, ընտրությունների գնալ դա հանցագործություն է, հասկանում Գերաս ջան, եթե չմասնակցել ու ինչ որ բան անել, դա ընդունելի է, այո, մինչև ընտրությունները, հա, բայց օրինակ ինքը իրեն ձեռնտու է, որ ժողովուրդը քիչ մասնակցություն լինի եւ իրենք հաղթելու շանսեր կունենան, հա։ Ընտրության չգնալ եւ դու լցվել փողոցները, սա է միակ ճանապարհը, լեգիտիմացնել, բերել լեգիտիմ իշխանություն, որովհետեւ 18 թվականին սա հայտնի շախմատիստի, հա, կարճահասակ այդ թմրամոլ դեղին շորտիկներով բադեն-բադենում կայֆավատ լինող, հա, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն է, ես ունեմ հիմքեր կասկածելու, որ այսօր էլ ստվերային կառավարություն կա, որը որ ղեկավարում է այդ Սերժ Սարգսյանը, օրինակ ասենք Մհեր Գրիգորյան գոյություն ունի, չէ՞, 18 թվականից, հենց առաջին օրվանից, լինելով Սերժ Սարգսյանի կադրը, հա, մինչև այսօր փոխվարչապետ է։ Եվ Ադրբեջանի հետ հիմնական բանակցություններ վարողներից մեկն է։ Գնում է Ադրբեջան, գալիս է ինչ-որ բանակցությունների մեջ, սիրելի հայրենակիցներ, դուք ձեզ հարց չեք տվել, ասենք, ինչպես կարող է, էլի, ասենք, օրինակ նայեք, ես Մոսկվայից 18 թվականին եկա եւ սատար կանգնեցի հեղափոխությանը, իհարկե սխալվել եմ։ Եվ շատ անմիջապես հետո ունենալով շատ մտերիմ մարդիկ ԿՊ-ի մեջ, հա, ովքեր այսօր ազգային ժողովում ներկայացնում են ազգային ժողով, հա, եւ ես սկսեցի անմիջապես մի ամիս հետո հարցեր տալ, որ Հունան Պողոսյանը օրինակ այդ հանցագործը ինչ իրավունք ունի Սյունիքի մարզպետ լինել եւ այլն, հետո տեսա չէ, սրանք բերված են եւ սա կասկածներ կար իմ մոտ, որ Սերժ Սարգսյանի բերվածն է, որովհետեւ կամաց սկսեցի ուսումնասիրել տեսանյութերը նայել, բան հասկացա, որ սա արհեստական բեմադրված հեղափոխություն է, հա։ Մենք ունենք դեռ չկատարված հեղափոխություն։ Մենք ունենք դեռ կորցված գարուն, մարտի 1, նայ մարտի 1-ը նրանք դոփում են, չէ, մարտի 1-ի հանցագործները բան, թող հիմա հանրության մեջ ովքեր որ այսպես Նիկոլ Փաշինյանն են, հա, սատարում եւ մնացածին ասեն քարկոծում են, թող մի հատ մատները ծալեն, էլի, այս 8 տարվա մեջ 1-2 հանցագործ ովքեր որ բանտարկված են, ռեալ բանտարկված են, չէ որ մենք ունենք տասնյակ հարյուրավոր հանցագործներ, որ ովքեր ավելի քան 3 տասնյակ Հայաստանի Հանրապետությունը կեղեքել են, թալանել են, ռազմական հանցագործներ են, նույն այդ պատրոն Դավիթ Գալստյանները եւ այլն, հա, ասենք Դավիթ Գալստյանը դիտք ինքնագլուխ էր, որ կարող էր այդ գործողությունները անել։ Այնտեղ մակագրություններ կան, որ ինքը հայտ է ներկայացնում բանակը, մակագրվում է գենշտաբի կողմից, կառավարության կողմից, տասնյակ մակագրություններ կան եւ փաստորեն այդ Դավիթ Գալստյանի հանցակիցներ են դրանք բոլորը, ովքեր որ մակագրել են եւ նա մատակարարել է ժամկետնանց տարբեր զինատեսակներ, չէ, Հայաստան, բայց որևէ մեկը կա դատապարտված, Հերմինե ջան։ Օրինակ Սասնա ծռերից բացի, ես չգիտեմ ռեալ դատապարտված մարդիկ, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան 1000 անգամ ավել հանցագործություններ տնտեսական, հա, զինվորական, տարբեր տեսակի հանցագործություններ գործած անձիկ կան, ովքեր որ այսօր ազատ պատտվում են Հայաստանի Հանրապետությունում, հա։ Հիմա Գերաս ջան, իրավիճակը շատ կոնկրետ բնորոշեցինք, ինչպես է, ինչպես եղավ, ինչու հասանք այս կետին։ Հիմա ես ուզում եմ քննարկել, լավ, ինչ կսպասվի մեզ, եթե նորից վերընտրվում է այս թրքահպատակ իշխանությունը, որովհետև մենք տեսնում ենք, չէ, հիմա իրենց քայլերը հստակ ուղղված են հայ ժողովրդին Հայաստանը տանել դեպի թրքացում։ Այդ մարդը ասում է, այս իրենց գծած Ալիևի թելադրած քարտեզից այն կողմ ուրիշ բանի մասին չպիտի երազեք։ Հայաստանում ասում են նստել եք, ուրիշ Հայաստանի մասին եք երազում, հա, նկատի ունի Արևմտյան Հայաստան, Արցախ, Նախիջևան, ասում են Ալեն Սիմոնյանն ասում է, երբ որ մենք խոսում ենք հա, ասում է, երբ որ մենք ասում ենք Արցախ, իրենք էլ ասում են Երևան։ Պատկերացրեք ինչ համեմատականներ են անցկացնում, էլի։ Ալեն Սիմոնյանն են, որ Աղդամում նռերի հետ, հա, Պապիկյանն են,
Արմեն Փամբուկչյանի հետ հյուրանոցից որ COVID-ի ժամանակ որ ամբողջ աշխարհում COVID էր եւ Արցախում բան ընտրություններ էր կարելի այդ Ալեն Սիմոնյանի մասին։ Այո, այդ Ալեն Սիմոնյանի հիմա Ալեն Սիմոնյանը որ Տիկնազորը որ քաղաքացու ձեռքերը ոլորել էր եւ թքում էր նրա վրա այդ Ալեն Սիմոնյանը, հա։ Այո, հենց ինքը։ Հա։ Դե ես Ալեն Սիմոնյանին առհասարակ մարդու տեղ չեմ դնում, հա, ես համարում եմ որ Ալեն Սիմոնյանը դա քաղցկեղային գոյացություն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վրա եւ անմիջապես պետք է վիրահատական, հա, ինչ որ միջոցներ ձեռնարկել եւ քիմիական ինչ որ միջոցներ եւ այդ քաղցկեղից պետք է ազատվել, այդ մետոստազաներից պետք է ազատվել։ Ինչ կլինի, եթե նրանք վերարտադրվեն, նախ տեսնում եք այդ հնարավորությունը, ռեալ երբ որ շփվում եք մարդկանց հետ, ինչպիսի տրամադրություններ կան։ Շատ լավ բան հարցրեցիք, նայ Հերմինե ջան։ Սրանք որ խոսում են, գրեթե լուսնից իջած, ասենք, ինչ որ մարդիկ, ովքեր որ հանրության մեջ չեն պատտվում, պարշճակատ, ասենք, չեն բանանում, նրանք մտածում են, որ սրանք մի 60-70% աջակցություն ունեն, իրենց ֆեյքային այդ բաների հաշվին, հա, բայց ես ռեալ պատտվելով տարբեր տեղերում լինելով գյուղերում, հա, ասենք, հարազատներ կան, հա, տարբեր գյուղերում, ես դեռ չի եղել, կարող է 1-2 հոգի իրական էլի ասեմ որ Նիկոլ Փաշինյան սատարեն էլի բայց 90%-ից ավել դրա անունը տալուց հետո մարդիկ ջղաձգվում են, նյարդանում են եթե լինում է տղամարդկային ինչ-որ շրջապատներ, հա, որտեղ որ կին չկա, հնչում են բացառիկ հայոյանքներ, որ այսպես կոչված են դոգը որ կա, ինքը կնախանձել, այդ տեսակ հայոյանքներ լսելուց, քեզ ասում եմ իրականություն, ասենք Եթե տղամարդկային ինչ-որ, ասենք, տեղա, որտեղ որ ասենք, եթե կեղծիք չլինի, իրենք շանսեր չունեն։ Եթե դրա անունը հանգարց հնչում է, չես պատկերացնի, ասենք, ինչեր են հնչում։ Եվ ես դեռ, ասում եմ, մատներից վրա, մի ձեռքի մատների վրա կարող է հաշվեմ, որ ասենք, մի տարվա մեջ լսած լինեմ, որ Նիկոլ Փաշինյան սատարեն։ Մնացած անթիվ անհամար եղել են հայոյանքներ, անեծքներ, հա, կանայք, հա, անիծում են սրան, հասկանում ես, ռեալ անիծում են։ Բոլոր սրա վարած քաղաքացիության համար, թե գերիների, թե արտաքին պարտքի, հա, ասենք, արդեն մեր արտաքին պարտքը ասում է 15.5 միլիարդ դոլար։ Սրանք ինչ որ բաներ են անում են ֆինանսների նախարարության, ինչ որ տարբեր տեղից ձևափոխումներ են անում, որ այդ արտաքին պարտքը մի քիչ քչացնեն, բայց մեկ է դա հասնում է 15.5 միլիարդ դոլարի, հա, արտաքին պարտքը եւ այդ պետական պարտքը, հա, ինչ որ միջոցներ ասֆալտի վրա են ծախսում, որ մենք ինքներս տեսնում ենք, հա, Գագիկ Շամշյան նայում ենք, հա, տեսնում ենք, հա, անցած տարվա արած ասֆալտը, այս տարի ինչ որ է անգամ, հա։ Այսինքն իրենք ռեալ պատկերացնում են, որ վատ վիճակում են, մանավանդ իրենց այս կուսակցական քարոզարշավը սկսեցին, գիտենք, մարզերից, այնտեղ շատ գեղեցիկ տեսարաններ ինչպես էին գնում Նիկոլ Փաշինյանին թագավորի ոտը, չէ, այդպիսի տեսարաններ, բայց քանի որ կողքից լրատվամիջոցներ չկային նկարահանող, ինչ գիտենք իրականում ինչ է տեղի ունենում։ Ես չեմ հավատում, որ հայ ժողովուրդը կարող է այս թշնամուն այդպես դիմավորել։ Իսկ Չարեն Ցավանից սկսած, երբ որ մեր Արմինեն Սախոյան շպրտեց թրքահպատակի դեմքին իրականությունը, կարծես թե մի փոքր իրավիճակ փոխվեց, մարդկանց մոտ այլ տրամադրություններ արթնացան, մի քիչ ոգևորվածություն կա, փոխվել է իրավիճակ է փոխվել, հետո տեղի ունեցավ մետրոյի դեպքը, հետո այնտեղ մի երկու հոգի էր, չէ, որ ասին ոչնչություն եք, թողեք գնացեք, հետո մի մարդ այո, ծաղրում էին, թե 10 միլիոն աշխատավարձ եք ստանում, ինձ էլ նախարար նշանակեք եւ այլն, իրենք Երևանում արդեն հասկացան, որ չէ, էլի մեր վիճակը շատ վատ է ու այդ շանտաժը սկսեցին ավելի չափապաշինը ավելացնել, թե եթե մենք չենք լինում, պատերազմ է լինում, հիմա բոլորը միաբերան ՔՊ-իստները դա են խոսում, եթե չի լինում ՔՊ-ն լինում է պատերազմ, բայց եթե լինում է ՔՊ-ն ինչ է մեզ սպասում։ Ես ասացի արդեն, դա ահաբեկում են, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն շանտաժի են ենթարկում եւ ահաբեկում են, էլի, հա, մարդկանց ահաբեկում են այդ Ալեքսանյանները, Ալեն Սիմոնյանները, Նիկոլ Փաշինյանները, դրանք ահաբեկիչ են։ Թող հիմա դիմեն դատարան, իմ այս խոսքերի համար ես մեղադրում եմ նրանց ահաբեկության մեջ, հա, մարդկանց նրանք շանտաժի են ենթարկում եւ ահաբեկում են։ Ուրիշ բացատրություն չկա սրան, էլի, ոնց թե եթե մենք չընտրվենք պատերազմա լինելու։
Լավ, հիմա Գերաս ջան, ինչ անել այս իրավիճակում։ Տես, դեռ 2023 թվականին, չէ, տեսեք, ինչքան են իրենք ամեն ինչ խստացրել։ 2023 թվականից սկսած, քո կյանքից ու ժամանակից 3 տարի խլել են, այդքան չէ, ֆինանսական կորուստներ վստահ եմ ունեցել եք։ Առողջական, ֆինանսական Բատումից ասենք նկարեցին ողնաշարից վրա շատ խնդիրներ կար, արձանագրվեց այդ Բեխտերևի նախանշաններ, որտեղ մեր հացբերողը չէ, չարաբաստիկ էթիվանության պատճառով չէ, մահացավ, այդ նշանները, հա, սիրտս վիրահատած է եւ այլն, դեռ փաստարկները բերելով սրանք հանցագործ են, էլի, այս հանցագործը, հա, որ կարող են այդ նույն տնային կալանք ասենք տան, որին ես սպասում եմ, որ տնային կալանք պետք է տան, չէ, բերդ ուղարկեցին, յանի մտածելով, կարող բերդով վախեցնենք, բան, ես իմ հայրենակիցներին եմ, մի վախեցեք այդ բերդերից, ձեր ցավը տանեմ, ավելի լավ է մի անգամ գնաք բերդ, քան ամբողջ կյանքը եւ ձեր որդիները, ձեր սերունդները կզած ապրեն, էլի, այս տահակների, ասենք, իշխանության ներքո։ Հիմա տես Գերաս ջան, բոլորը չէ որ այսպես են մտածում, ամեն դեպքում այդ վախը կա մարդկանց մոտ, մանավանդ 2020 թվականի այդ պայմանավորված պատերազմից հետո այդ կոտորածը որ տեսավ հայ ժողովուրդը ամեն դեպքում իրենք էլ ամեն օր այդ չափաբաժինը ավելացրել են այս 20-ից մինչև 26 թվականներին անդադ վախեցնելով եւ այլն մնացել են իշխանության ու շատերը հաստատ այդ համարձակ քայլերից կխուսափեն Քո նման չեն մտածի կամ մյուսի նման չեն մտածի Արմինեի նման գուցե չգնան խուսափեն գնալ ճշմարտությունը թե մերեսին շպրտել եւ այլն ու հիմա ինչքան մոտենան ընտրությունները իրենք այդ իրենց բռնատիրական բռնապետական մեթոդները խստացնելու են այս իրավիճակում արդյոք կարելի է ակնկալել որ բանը չի հասնի ընտրություններ իրակից իհարկե ցանկալի տարբերակ է որ չհասնի ասենք Դավաճանը թրքահպատակը մայիսի 28-ից է այսօր խոսում, որ մայիսի 28-ի օրը հիշում ենք, չէ՞, այդ օրը շքերթենք անելու, հա, չգիտեմ ինչ միջոցը, հա, այդ օրը Սասնա ծռեր բան տարկեցին, շատ խորհրդանշական էր, այո։ Հիմա մարդը ասում է, մենք թուրքերի հետ ախպեր ենք, ադրբեջանցիների հետ, մեկ էլ հիշում է, որ մայիսի 28 գոյություն ունի, ընտրություններ են, ժողովրդին պետքա մի քիչ բան անել, բայց հայրենասիրությունը հանեք ձեր միջից։ Դարձեք պետական ամետ ինչպես իրենք են Նայեք, Հելմինե ջան, ուրեմն ցանկացած հասարակություններում, եթե ես սխալվեմ, թող ինձ ուղղեն, ավելի ակտիվ եւ այսպես ասած եղանակ փոխող դա լինում է 5%-ը, հա, 5, 4, 6, հա, մոտորապես։ Այսինքն այդ 5%-ը դիցուկ վերցնենք 3 միլիոն, 10%-ը 300,000-ն է, 5%-ը 150,000։ Բավարար է 150,000 հոգի դուրս գան փողոց։ Հա 5% այդ 3 միլիոնից եւ նրանք կփոխեն իրավիճակը եւ ես ուզում եմ կոչ անեմ բոլոր նրանց ովքեր որ նժար սահմանադրականին հա բոլորին դեմեմին հա մարտական եղբայրությունները ովքեր որ այս կամ այն կեր որոշակի ասենք վստահություն ունեն էլի հանրության մեջ հա ԱԺԲ-ին հա եւ բոլոր այն ուժերին ովքեր որ այս վիժվածքացին այդ Դեվիդ Զաքերից բացի Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան դրանք բոլորը այդ նույն համարկարգի ծնունդներն են։ Ինչ կարող են անել ձեր թվարկած ուժերը։ Դուրս գան, համախմբվեն, այսինքն ուժեր էլ չլինեն, քաղաքացիները ովքեր էս կամ այնքեր չեն կողմնորոշում եւ չեն միանում ոչ մեկին, ովքեր որ իրականում դեմ են, էլի, այս ամբողջ իրավիճակին եւ դեմ են են իրավիճակին, այն որ սրանք հներ են ասում, հա, դրանց էլ են դեմել էլ այս նորերին։ Հիմա ասում են պատերազմ։ Նայեք։ Խոսույթը փոխել։ Պատերազմ եթե լինելու լինի, այս դեպքում էլ այն դեպքում էլ լինելու է։ Հիմա նայեք, եթե մենք տաուշե դիրքերը չտանք եւ տարբեր կարեւորագույն դիրքեր չտանք, դիցուկ վերցնենք, որ այն դեպքում էլ պատերազմ լինելու է։ Հիմա մենք արդեն դիրքեր տվել ենք, չէ՞, ավելի վատ իրավիճակի մեջ։ Եվ էլի խոստացել են, որ տալու են, չմոռանանք, սահմանազատումը շարունակեն։ Եվ պատկերացնում եք, եւ էլի դիրքեր տան, եւ այս իր ասած այդ սեպտեմբերի պատերազմը որ լինի, միշտ դավաճան վիժվածներին ինչ են անում, չէ՞, բոլոր ֆիլմերից, պատմությունից մենք գիտենք, վերջում գնդակարում են, չէ՞։ Նույն ասենք եթե նայենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չէ, ասենք դավաճանը իր միսիան ավարտելուց հետո, երբ որ ավարտել է, ատրճանակը դրել են գլխին եւ գնդակարել, որովհետեւ դա դավաճան է։ Դավաճանելով մեկ անգամ նա ամեն անգամ էլ կարող է դավաճանել, չէ։ Ինչ է մտածում եք, որ ասենք սրան
խոսքի օրինակ ասենք խնայելու են տերերը, իհարկե ոչ։ Այսպես վերցնելու են, փալասի պես շպրտելու են կամ գնդակահարելու են։ Այդքան։ Արդեն իրենք այդ փալասի կարգավիճակում են, որովհետև ով ինչ թելադրում է, ինքը խոնարհաբար առանց մերժելու, միայն թե մնան իշխանության, այս քաղաքականությունն են որդեգրել։ Ցավոք մեր ժողովուրդը դա չի տեսնում, չի հասկանում, կողքից նա ով մեր դուխով վարչապետն է, բան եւ այլն, չէ։ Դե նշդե իզուր չի ասել, չէ, իմ ախպերախ ժողովուրդ, հա, որ պետք է լինի նորից ոնց որ ես կանգնեմ քո ամեն ինչի համար, չէ։ Որովհետեւ երևի այդ ենք, այդ տեսակն ենք, որ հազարամյակներով այսպես ենք, էլի, հա, այս վիճակի մեջ ենք, էլի, որ մի քիչ ասենք կաշվեպաշ չլիներ, հա, ստամոքսապաշ չլիներ, հա, նյութապաշ չլիներ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, միգուցե այս տեսակ ճղճին վիժվածները չկարողանային գալ եւ խլել մեզանից իշխանություն եւ կապրեինք ավելի արժանապատիվ։ Կա նաև հետևյալ կարծիքը, որ եթե անգամ մինչև օրինակ ընտրություններ 100,000 մարդ էլ փողոց դուրս գա, սա այնքան Այդ Գվարդյանի չի համար։ Հա, դա է ուզում ասել, որ պատրաստ է անգամ կրակել ժողովրդի վրա, միայն թե մնա իշխանության։ Եթե հիմա ես ամենապատասխանատվությամբ հայտարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս գա փողոց, մարտի 1-ին ասելու են մարտի 1-ը դա չգիտեմ էլի շատ նուրբ էր։ Սրանք պատրաստ են լինելու հարյուրավոր քաղաքացիներ պարկասնելու։ Հենց նույն թեզով թե համանadrական կարգ էին ուզում խախտել, պատերազմ էին ուզում սեպտեմբերին։ Դրա համար մենք այսօր 100 հոգի գնդակարեցինք, որ հանգար սեպտեմբերին պատերազմ չլինի եւ հազարավոր զոհեր չտան եւ հայրենիքի կորուս չտան։ Խնդիրը այսպես աթոռից կարճած լինելը, որովհետեւ իրենց տերերը չեն թողնում, որ իրենք հեռանան, որովհետեւ իրենց արյան մեջ է արդեն այդ դավաճանությունը, այդ մարդիկ իրենց ճիշտ են համարում ու գտնում են իրենց տեսանկյունի ճիշտ են։ Այ որ 10 թվականին լիներ իրական հեղափոխություն եւ չլինեին այս ստախոս վիժվածները ուղղորդված, հա, լիներ իրական հեղափոխություն եւ իրական իշխանություններ գային պետականամետ ազգամետ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանին, հա, տեղը-տեղին քննած, զննած եւ բացահայտած կլինեն եւ այդ ինչուների պատասխանը մենք դեռևս մինչեւ 2018 թվականի աշունը դեռ լսածած կլինենք եւ համոզված կլինենք։ Դե քանի որ սա ավելի քան համոզված եմ, էլի Սերժ Սարգսյանի դրածոնը եւ մինչեւ այսօր էլ կառավարում է Հայաստանի Հանրապետության Սերժ Սարգսյանը, հա, մենք այդ ինչու պատասխանը դեռ չեն կարող իմանալ։ Այ երբ որ կլինի իրական ազգային պետական իշխանություններ, այդ հարցերի պատասխանները այսօր հազարավոր միջոցներ կան, էլի, ստի դետեկտորներ կան։ Թե ինքը ամեն ինչ անում է ժողովրդին ազգայինից հեռացնելու համար, Գերաս ջան։ Նայեք հասարակ բան, հա։ Այսօր մենք դեռ չգիտենք, էլի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայերը 20 թվականի պատերազմի ժամանակ քանի հոգի է զոհվել, քանի հոգի է անհետ կորել, քանի հոգի է գերեվարված։ Մենք դեռ չգիտենք։ Թիվ չգիտենք, մենք ցուցակներ չունենք, հա։ Ինչ է դժվար է 3 միլիոնը ցուցակագրել եւ հասկանալ, չէ՞, այդ մարդը բանը հավիճուտ չէր, որ անհատացավ ու տեր չուներ անտեր էր, չէ՞։ Ամեն մի զինվոր, ամեն մի զոհված, ամեն անհայտ կորած ունեն իրենց հարազատները, տերերը, չէ՞։ Մորանանք տոպրակներով դիերը բերել էին, հարազատներին էլ կանչում էին, թե եկեք ձեր տղաներն են տարել։ Շպրտած Աբովյանի դիահերձարանի նկուղում եւ այլն եւ այլն։ Նորից եմ ասում, սրանք հանցագործներ են։ Պետք է օրը գա եւ սրանք պետք է դատապարտվեն, պատասխան պետք է տան։ Հա, հուսանք արդեն ամփոփելով մեր զրույցը, հուսանք, որ իսկապես հայ ժողովուրդը խելամիտ կգտնվի այս անգամ եւ արդեն երրորդ անգամ նույն սխալը թույլ չի տա, որովհետեւ 18-ին հա սխալվել էին, 21-ին էլ եկել էին այդ իրենց սուտ խոստումներով, բայց այս 21-ից մինչև 26 թվականը արդեն այնքան հանցագործություններ են սրանք արել, այնքան դավաճանություններ, որ մի հատ էլ գնալ նորից ընտրել Նիկոլ Փաշինյան, դա նշանակում է մեր ապագա սերնդի, չգիտեմ, հայրենիքի վրա խաչ քաշել, այսպես ասած։ Ուստի Գերաս ջան, ամփոփելով արդեն ինչ ունես ասելու, ամեն դեպքում գնում ենք փորձը ցույց է տալիս, կյանքը ցույց է տալիս, որ մոտենում է նախընտրական շրջանը, գնում ենք ընտրությունների։ Ինչ խոսք կասես մեր ժողովրդին։ Չսխալվել երբեք, ինձ թվում է դեռ ժամանակ կա, ավելի կշռադատված ինչ որ խոսք կարողանամ ասել, էլի մի անգամ էլ կհանդիպենք, հիմա մի քիչ շտապեմ, բայց ամենակարևորը արժանապատվությունը չկորցնել
գիտակցել, չտրվեր տարբեր տեսակ հնարքներին, հա, ստախոսների, վիժվածների, հա, նստեք, մտածեք, ծանր թեթև արեք, նստեք երեկոյան ընտանիքով, հարազատներով եւ ռեալ հաշվարկներ արեք, հա, ինչ ենք ունեցել, ինչ ունենք, ինչ կորուստներ ունենք, ինչ ձեռքբերումներ ունենք, ռեալ ձեռքբերումներ, ասֆալտը, մի քանի դպրոց, մի քանի մանկապարտեզ սարքելը դնենք մի կողմ եւ նայեք, իրական ինչ ձեռքբերումներ ունենք ու ըստ այդմ քայլեք։ Այո, շնորհակալ եմ այս զրույցի համար, Գերաս ջան, շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, չմոռանաք անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ այս եթերը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Այսքանը հաջողություն։